Պարոն Հովհաննիսյան, բյուջեի քննարկումներից հետո էլ պարզ դարձավ, որ ռազմական բյուջեն բավականին կրճատվել է, դա ընդդիմության կողմից քննադատությունների արժանացավ, իշխանությունը փորձեց այսպես համոզիչ բացատրել, որ դրանով ոչինչ չի փոխվում, ձեր կարծիքը որպես ռազմական փորձագետի։ Իրականում այստեղ քանի որ մենք գործ ունենք այսպես խաղաղության պայմանագրի հետ, խաղաղության պայմանագրի կնքման հետ եւ այդ նախաշեմին կարծես թե Հայաստանի Հանրապետությունը քայլ է անում, որ այ տեսեք միջազգային հանրության համար, տեսեք ես նույնիսկ այս պայմաններում կրճատում եմ իմ ռազմական բյուջեն, վստահ լինելով, որ շուտով տարածաշրջանում խաղաղություն է գալու։ Բայց մյուս կողմից մենք պետք է նաև մտածենք, որ Հայաստանի Հանրապետության բանակը, զինված ուժերը գտնվում են մի այնպիսի իրավիճակում, այսինքն պատերազմից հետո գտնվում են մի այնպիսի իրավիճակում, որ այստեղ արդիականացումը խիստ պարտադիր է։ Բացի դա, ժամանակակից աշխարհում, զարգացող աշխարհում, այս նորագույն տեխնոլոգիաներով աշխարհում անընդհատ պետք է նորացվի թեկուզ ֆիզիկապես չմաշված, բայց բարոյապես այլևս մաշված զինտեխնիկան, նյութատեխնիկական սարքավորումները եւ այլն։ Այս առումով, այս կտրվածքով ես խիստ մտահոգիչ եմ համարում բյուջեի կրճատումը, ռազմական բյուջեի կրճատումը, բայց մյուս կողմից նաեւ այլ տարբերակներով հնարավոր է օրինակի համար, չգիտեմ, ենթադրենք աշխատավարձերի գծով, այսպես ասած, փոփոխություն իրականացնել, հա, եւ քաղաքացիական որպես քաղաքացիական անձիկ աշխատավարձերի գծով գնա ֆինանսավորումը, դուրս է գալիս, որ բյուջեն այդքանը չի կրճատվել։ Ես ուզում եմ զուգահեռներ անցկացնել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ռազմական բյուջեների այդ կրճատման գործելավոճում 2022 թվականին Ադրբեջանը եւս հայտարարեց, որ ինքը կրճատում է ռազմական բյուջեն։ Մինչդեռ այդքան էլ այդպես չէր եւ այդ բոլոր ծախսային հոդվածները, աշխատավարձի գծով օրինակ ծախսային հոդվածը եւ այլն, իրենք պարզապես տեղափոխեցին այլ տիրույթ, ռազմական այսպես բյուջեից հանեցին, տեղափոխեցին այլ տիրույթ եւ դուրս եկավ, որ այդ հսկայական գումարը, որը որ գնում էր աշխատավարձերի գծով, գնաց ռազմական բյուջեի վրայից դուրս եկավ, գնաց այլ տեղ եւ ցույց են տալիս, որ ռազմական բյուջեն կրճատվել է, բայց իրականում չի կրճատվել, իրականում զենք զինամթերքը գնվում է։ Եվ եւս մեկ նկատառում, ռազմական բյուջեն կարող է կրճատվել, բայց զենք զինամթեր գնելը կարող է լինել պետական բյուջեից արդեն։ Այսինքն ռազմական բյուջեն այդ ինստիտուտը պահելու համար, բայց զենք զինամթեր գնելը կարող է լինել նաև պետական բյուջեից։ Այնպես որ խիստ հարաբերական է, պետք է կարողանալ հասկանալ, թե կրճատում ասելով ինչ նկատի ունենք եւ հոդվածները ուր են գնում եւ ինչ հոդվածներ են որտեղ գնում։ Տեսեք, իշխանությունը միշտ հայտարարում է, որ մենք այսքան անգամներով բարձրացրել ենք ռազմական բյուջեն, բայց դա չի գնում հենց զենք զինամթերք ձեռք բերելու վրա, գնում է ձեր ասած աշխատավարձերի վճարման համար, զորամասեր, զորանոցներ կառուցելու, առաջնագիծը վերազինելու եւ այլն, նյութատեխնիկական որոշակի սարքավորումներ գնելու դրա վրա։ Բայց մյուս կողմից նաև ես ուզում եմ այստեղ շատ մեծ ուշադրություն դարձնել նրա վրա, որ պետք է այդ ռազմական բյուջեի կրճատումը առնվազն գոնե չազդի ուսումնական պլանի վրա, որովհետև մենք խիստ կարիք ունենք հատկապես արտերկրում ուսուցանող մեր զինծառայողների առումով եւ պետք է մենք կարողանանք ոչ միայն կրճատել, այլ ավելացնել բյուջեն այդ հոդվածով, որպեսզի կարողանանք շատ ավելի շատ սպայական կազմ ընդգրկենք այդ ուսումնական ծրագրերում։ Բայց տեսեք, նույն ատեստավորմանն է ուզում գա, որը ասում են աշխատավարձի բարձրացում մինչև 700,000, իսկ երբ որ նայում ենք թվերը, այդ ատեստավորման դեպքում մեծամասնությունը կտրվում է, չի անցնում, բայց հիմա որ հայտարարում են աշխատավարձերը այսքանով բարձրացվել է, դա այդքան էլ բարձրացում չի, այսինքն Նախ ատեստավորումը մեկ այլ թեմա է, որովհետև ատեստավորման մեջ կան բաներ, որոնց հետ ես ինքս համաձայն չեմ, տեսեք ATS-ով աշխատողը ինքը պետք է ստուգել կամ ատեստատավորում անցնի իր գիտելիքները, այլ ոչ թե ֆիզիկական պատրաստությունը։ Մի քիչ խրթին է այստեղ այս հարցը, կամ չգիտեմ, հետախույզը պետք է անցնի այդ ֆիզիկական պատրաստությունը, աշխարհագրական պատրաստությունը, այսինքն այստեղ շատ խրթին է ատեստատավորում կոչվածը եւ դրանք էլ պետք է նախ տարանջատել եւ հասկանալ թե ինչ ասել ատեստատավորում եւ ըստ այդմ գնալ։ Եվ այսինքն խնդիրը դրված չլինի միայն
ֆիզո անելու, ժիմ անելու, վազք անելու, Հիմնականում դրանից էլ կտրվում այո, են։ այո, եւ այդ պետք է խնդիրը հիմնականում դրված լինի թե հրամանատարական ձիրքի, թե գիտելիքի եւ եթե ընդհանրապես անձնակազմի հետ շփվելու միջոցների եւ ընդհանրապես քաջության վրա, որովհետեւ սա եւս շատ կարեւոր բան է եւ 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք խնդիր քաջության հետ, սպայական կազմի մասով եմ ասում, քաջության հետ կախված։ Եթե վերադառնանք ռազմական բալանսի տարբերությանը մեր ու Ադրբեջանի միջև, միշտ խոսվում է, չէ, խախտվել է, հիմա նորից էլի ռազմական բյուջեի կրճատումը չի հուշում նրա մասին, որ ինչ որ մեր օգտին են, հա, մեր օգտին է այդ փաստերը։ Այս դեպքում այս քաղաքականությունը այդուհանդերձ ճիշտ է թե ոչ։ Իրականում ես համարում եմ, որ ռազմական բյուջեին չպետք է կպնել, հակառակը ռազմական բյուջեն պետք է անդադ ավելացնել եւ այդ ավելացնելով հանդերձ նաեւ ռազմական ոլորտը ընդլայնել, դրա մեջ ներգրավել նաեւ ռազմաարդյունաբերությունը եւ այլն։ Եվ այստեղ ես եթե կարճ ասեմ, ապա պետք է ասեմ, որ ես դեմ եմ ռազմական բյուջեի կրճատմանը եւ պետք է զինծառայողը, եթե գնում ենք աշխատավարձի վրա կենտրոնանանք, զինծառայողի համար պետք է ռազմական գործը լինի գրավիչ։ Իսկ որպեսզի լինի գրավիչ, պետք է ինքը ապահովված լինի ոչ միայն բարձր աշխատավարձով, այլ նաեւ սոցիալական փաթեթով, այլ նաեւ բնակարանով եւ իր երեխաների համար անվճար կամ այսպես 50% զեղչերով կամ չգիտեմ զեղչային համակարգով վարձերի մշակման, այնպես որ ռազմական բյուջեի կրճատմանը հատկապես մեր տարածաշրջանում, հատկապես մեր նման պետության համար ես գտնում եմ, որ սխալ։ Եվ մի վերջին հարց, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց 1.5 տարի դարձրեց, ձեր կարծիքես մասով ճիշտ որոշում էր։ Իրականում գիտեք, այստեղ սա էլ պետք է մենք դիտարկենք ընդհանուր ֆոնի վրա, ոչ թե առանձին վերցնենք եւ նայենք։ Եթե այս կրճատումը գնում է նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ, ապա շատ սխալ է։ Իսկ եթե այսա դիտարկվում է, որ ինքը գնում է բանակաշինության տեսանկյունից, ապա այո, լավ է։ Բայց եթե հիմա մենք կրճատում ենք ժամկետը եւ մենք չենք ներգրավում նոր զինծառայողներ, այսինքն մենք բարձր աշխատավարձ իմ թվարկած այդ գործոնները չենք ապահովում, որպեսզի նոր զինծառայողներ ներգրավենք, ապա դուրս է գալիս, որ մենք գնացինք նախընտրական քարոզչության եւ մենք փորձեցինք դրանով սիրաշահել բնակչությանը մեր անվտանգային ռեսուրսի հաշվին։ Այստեղ արդեն մենք խնդիր ենք ունենում, բայց եթե մենք կարողանում ենք նաեւ միաժամանակ ներգրավել բարձր աշխատավարձով եւ բարձր սոցիալական ապահովությունով ներգրավել որակյալ, սա ես ուզում եմ շեշտել, որակյալ զինծառայողների, ապա սա շատ լավ քայլ է։ Ունենք այդ ռեսուրսը ներգրավելու որակյալ զինծառայողներ։ Իհարկե, մենք այդ ռեսուրսը ունենք։ Մնում է պարզապես մենք կարողանանք մարդկանց քաղաքացիական մասնագիտություններից հրապուրել, կտրել եւ բերել ռազմական մասնագիտության մեջ։